Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, ձեր սպասված եւ սիրված Արարատյան խոհանոց։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մենք շարքը, որ անվանել ենք մեր աշխարհների, մեր նահանգների անուններով ուտեստներ։ Այսօր այդ գործին իսկ կօգնի ազգային, ազգագրական, ռազմի երգերի անզուգական կատարող Հանրահռչակ Իսպիրյանների ընտանիքից Աղասի Իսպիրյանը, մեր լավ բարեկամ եւ ձեր սիրված երգիչ։ Ողջույն։ Ողջույն, ինչպես ես։ Շատ լավ, մերսի։ Շատ ուրախ եմ, որ ժամանակ գտար, շատ ուրախ եմ, որ չմերժեցիր հրավերս, Աղասի ջան։ Տրամադրությունդ ինչպես է։ Լավ, նախ շնորհակալություն ընկեր Սեթրակ եթերի հրավիրելու համար։ Ես ողջունում եմ ձեր հաղորդաշարը, ողջունում եմ մեր երկիր մեդիային։ Եվ այսպիսի լավ ջերմ ներկայացնելու արդեն հետո ես արդեն տան մեջ եմ, մեր տան մեջ եմ։ Ապրես դու, Աղաս ջան։ Մենք այսօր պիտի պատրաստենք ավանդական, ծիսական, ամանորյա ուտեստ, որ կոչվում է դալաուզի։ Սա նորից պիտի հիշեցնեմ, որ բանահավաքությունների արդյունքում հայտնաբերված ուտեստ է եւ պատկանում է Վանի տարածաշրջանին։ Ուտեստը մենք ստացել ենք բանահավաքության արդյունքում, դաշտային աշխատանքների արդյունքում Տրանսիլվանիայում։ Եվ հետաքրքիր ուտեստ է ամանորյա, քաղցր, աղանդեր է, օգտագործելու ենք ընդամենը 3 մթերքներ՝ դարչին, ընկույզ եւ մեղր։ Եվ 4-րդը, 5-րդը, 10-րդը, 20-րդը դա արդեն գալու է մեզանից, մեր սերը, մեր տրամադրվածությունը, մեր հոգու ջերմությունը եւ այլն։ Այս ուտեստը իմիջիայլոց հենց ամանորին տարոսիկի ձևով կերպով այս մոմլաթե թաղանթի վրա պիտի տարոսիկի ձևով հավաքենք ու տարածենք ու բոլորս շնորհավորություն հետ միասին զուգահեռ նաև նվիրենք, ասենք, այ շնորհավոր ամանոր, էս էլ քեզ անուշիկ մի ուտեստ, որ տարին անուշ լինի եւ դու անուշ լինես եւ մենք ընդհանրապես լավ տրամադրություններ ունենանք։ Բայց ընկեր Սեթրակ, ոնց կարող եք մեր ժողովրդին կարող ենք ասել, բդից ավելի լավ չէ, էսի քանց թե բուդին, սովորենք բուդին, առանց բուդի նոր տարի, հետո շատ լավ է, որ ազգային տղերքին եք միշտ կանչում։ Հասյանը, Ամալյանը, բոլորը մեր սիրված, մեր ազգային լավ տղերքն են։ Ես կարող եմ քեզ օգնել, թե ուղղակի մենք։ Չէ, մենք զրուցենք, ես ուզում եմ ուղղակի տես ամփոփել բառը չեմ սիրում, որովհետև միշտ ուզում եմ, որ սկիզբ լինի։ Երբեք չեմ ուզում որ վերջ լինի, բայց այնուամենայնիվ 14 թվականը կամաց մոտենում է իր ավարտին, ուզում եմ հարցնել քեզ ինչ ձեռքբերումներ ունեցար, ինչ ես գիտեմ որ ոչ միայն ձեռքբերում, այլ նաև դու հոգեպես բավարարվում ես, երբ որ քո ասելիքդ տեղ է հասնում եւ այդ ասելիքդ հասկանալի է դառնում։ Այս տարին ինչպիսին էր քո համար այդ առումով։ Ընկեր Սեթրակ, ասեմ, ես այս տարի ունեցա բավականին մեծ համերգներ Եվրոպայում, Ռուսաստանում, մի 20 քաղաք Ռուսաստանում, 10 քաղաք Եվրոպայում, եւ ես ասեմ, որ դա հեշտ բան չէ։ Երբ որ չես նայում էլ ֆինանսին, ուղղակի քեզ տրամադրում ես ժողովրդի հետ լինելու, այնտեղ սփյուռքի ժողովուրդ, որտեղ այսօր մեր սփյուռքին շատ կարեւոր են ժողովրդական ազգային երգերը։ Մարդիկ հեռացած են, օտար ափերում են գտնվում, երգով մարդ ընկեր Սեթրակ լացում է, հավատա, անկեղծ եմ ասում, ես բեմի վրա երգում եմ իմ ընկերներիս հետ։ Հանդիսատեսը 20-30 տարի այնտեղ ապրելով, երգով մտքովի գնում է իր նախնիներին, իր պապերին, լացում է, ասենց աչքերը թաց։ Ինչևէ, բավականին մեծ համերգներ ունեցանք մեր ժողովրդին, որոշ չափով կարողացանք այս տարի տեսնեինք, հանդիպեինք, թե ես գիտեմ, որ դու երբեք չես բավարարում ձեռք բերածով։ Այդ առումով ուզում եմ ուղղակի հարցնել, այ գոնե մի քիչ բավարարված ես, այ քո ասելիքդ կարողացար ամբողջ իրականացնել։ Գիտեմ, որ միշտ ավելին ես սկտում։ Ընկեր Սեթրակ, ես չեմ բավարարվի կյանքում միջև Արևմտյան Հայաստանը չտան մեր ժողովրդին։ Դա փաստ է եւ բնականաբար ցանկացած մշեցի, ասուցի պետք է այդ գիտակցությունը ունենա եւ այդ անպայման, անշուշտ այդպես է։ Բավարարվելը այնքանով է, որ գիտես, էլի մեկ-մեկ բրավո այն տղերքին, ովքեր կազմակերպում են այդ համերգները, այդ շրջագայությունները, որ կարողանում ես դու քո ժողովրդի հետ առընթվել, շփվել, երգել իրանց համար ազգային երգ, մարդիկ վեր հիշեն, որ կամ մեր ժողովուրդը կամ մեր ազգային ֆիդայական երգերը։ Ընկույզը մի քիչ մանր կտրատեցինք եւ մի քիչ պիտի բովենք։
Եվ շարունակենք զրույցը։ Մի քիչ բովելու ենք թեթևակի եւ շարունակենք զրույցը Աղաջան։ Ընկույզը մեղրով շատ այս ուտեստը Դալաուզի հենց Վանի ուտեստ է։ Մենք Վանից գաղթացների հետքերով պիտի գնանք եւ հավաքագրենք այդ ուտեստը։ Բավական է արդեն, հիմա մենք կասեցնենք այս կարմրի process-ը, մեղր ենք լցնում։ Այնքան որ ծածկի մեղր անկույզին։ Մի քիչ իջեցնում ենք կրակը։ Անկեղծ եմ ասում, առաջին անգամ տեսա մեղրը ընկույզով այսպես եփելուց, եռալուց։ Այո, բայց ավելի փորձառու այդպես ուտեստի հետ շատ կապ ունեցող մարդիկ կհասկանան, որ մեղրը մի քիչ երացնելուց կարամելիզացիա է գնում։ Եվ մենք պիտի մի քիչ պնդացնենք, հետո կհամեմենք դարչինով եւ կսարքենք, արդեն կպատրաստենք այդ իմ նշած տարոսիկները։ Աղաջան, տես արդեն պնդացավ, տեսար, մեղրը պնդացավ, հիմա կավելացնենք դարչինը, բերի ջան, և բույրը զգացիր դարչինը։ Ինքը ընկույզի։ Ընկույզը ամեն ինչին օգտակար է, չէ, ընկույզը։ Ամենաշատը իհարկե ուղեղին, բարեկամներ, գալիք տարվա մեջ, պիտի շատ ընկույզ ուտենք, շատ միայն ուտելը չէ, ես շատ այսպես մի քիչ ձեռնպահ եմ մնում այդ ճաշակելի, մենք սպառող աճ չենք, նաև պիտի աճեցնենք շատ ընկույզ, նաև պիտի մեր գյուղատնտեսությանը զարկ տանք, չգիտեմ։ Բայց մեր ազգային կրակների մեջ ընկույզը բավականին Այո, շատ միշտ եղել է, ընկույզ չրեր, այո, արդեն պնդացավ։ Քաշեց։ Այո, պնդացավ, ընկույզը, մեղրը եւ այլն։ Շատ հետաքրքիր Այսպես բրգաձև թրջում ենք Չնայած ինքս ետրակ, ընկույզը մեղրով պարզ է բոլորիս համար, դրա համը բոլորս է գիտենք, բայց այս կոնկրետ այս տարբերակով մի քիչ նորության նման էր, բայց բանից դուրս եկավ, որ ավելի հնություն է, այսինքն մենք դեռ հազարամյակներ առաջ մեր նախնիկ այսպես պատրաստել են, հենց այսպես նվիրել են, պատկերացնում ես Աղաջան, այսպես գնում ես դու կամ դու մի երիտասարդ աղջիկա, ասում ես, այ քո ամանորը շնորհավոր, Սա այսպես պետք է սառի։ Այ այսպես պիտի սառի։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք ընդմիջվենք եւ դուք կտեսնեք նյութը մեր պատրաստած, նյութից հետո նորից կմիանանք։ Դալաուզին հրուշակեղեն է, որը պատրաստվում էր տաքացրած մեղրից, լցոնված ընկույզից եւ կակաչի սերմերի կտորներից։ Այն պատրաստվում էր փոքր կտորներով, որոնց գլուխը զարդարվում էր գունավոր քաղցրավենիքով։ Դալաուզին պատրաստվում էր ամանորին, մասամբ ընտանիքի, մասամբ էլ հարազատներին ու ծանոթներին ուղարկելու համար, բարի բախտ բերելու ակնկալիքով։ Այդ նույն նպատակով դեռ 1765 թվականին միմյանց միրգ էին ուղարկում, իսկ Դալաուզին հորինվել է առնվազն նույն դարի վերջին։ Հայկական քաղաքներում այն սկսեց վաճառվել որպես եկամտի աղբյուր օգտագործվելով հրուշակագործների կողմից միայն 1940-ականներին։ Բարեկամներ, ուտեստը պատրաստ է արդեն, ինչպես նշեցինք, Դալաուզի է կոչվում, այս ուտեստը բանավակության արդյունքում է, որ մենք ստացել ենք եւ նշեցինք, որ բանավակությունը իրականացնել ենք դաշտային աշխատանքներ Տրանսիլվանիայում, դա Ռումինիայի տարածքում է եւ այնտեղ մեր հայրենակիցները, ովքեր գաղթել են 11-ից 14-րդ դարերում, հենց այդ ուտեստը հուշել են։ Այսինքն նյութերը այն նյութերը, որ կան, դեռ բազմաթիվ ուտեստներ կան, բայց այս տոնականին գոնե այս վերարտադրեց, այսինքն դրեցինք, բայց շատ ուտեստներ կան, Աղաջան, այնպես որ եւ քանի որ մենք նաեւ գալիք տարվա այսպես նախագծերն ենք եւ նպատակներն ենք ասում, մեր կազմակերպությունը ուզում եմ բարեկամներ դուք իմանաք, որ խոստանում ենք, որ գոնե 15 թվականին ունենանք Անի խոհանոցի պատկերը։ Աղաջան տարին իհարկե տարելիցը 100-ամյա մեր ցավն է, մենք ենք հասկանում դրա ողբերգական հետևանքները, ուղղակի կարծում եմ, որ պիտի պատմությունից դասեր քաղենք եւ այնպես անենք ազգովի, որ նմանատիպ վիճակներ երբեք չունենանք։ Ես նույնպես ուզում եմ գալիք նոր տարին Սուրբ Ծնունդը շնորհավորել մեր հայ ժողովրդի ընկերսեր եւ գիտեք
թող Աստված տա շատ դարերով Աստված ենք ասել, Աստված տա, բայց ես կասեմ մեր շնորհքով, էլի Աստված թող մեր գլխից անպակաս լինի մեր ժողովրդի, բայց մենք ենք մեր ձեռքով, Մենք բոլորս, այո։ մենք ենք Ամեն մեկս մեր տեղում պիտի պայքարենք։ Այո, վերջացավ, մենք եթե չարեցինք, ոչ մեկ մեր տեղը չի անելու։ Դա բնական եկած բան է, այդպես է, կյանքն է այդպես։ Թող առողջ լինի մեր ժողովուրդը, ամենակարևորը ազգասեր լինի, սիրեն իրենց ազգին, իրենց զավակներին, իրենց եղբորը, իրենց քույրիկներին եւ մի քիչ հայրենասիրություն։ Հայրենաճանաչությունը կարևոր է կարծում եմ, չես մերժի, եթե մենք ճանաչենք մեր հայրենիքը, մեր ինքնությունը, X-դիկյան արդեն ամեն հարցերը կլուծի։ Դրանով մենք կարող ենք ապացուցել մնացած երկրներին, որ մենք եղել ենք, կանք եւ պիտի Եվ պիտի շատանանք դա։ Այո, եւ ինքս եթրակ մի փոքր հատված ուզում եմ երգել Ներսի Սպիրյանի երգերից, որը նվիրված է իրոք գենոցիդին։ Մուշը մշեց ու սրտում հուշ մնաց, աղմուշ կանչելով գերեզման գնաց, ավետյաց երգիրը մեր ձեռքից գնաց, սրբազան հայրենիք շուն թուրքի նմանաց, ավետյաց երգիրը մեր ձեռքից գնաց, սրբազան հայրենիք շուն թուրքի նմանաց, իր բողոքն ունի ողջ հայությունը, չպետք է կորչի անմեղ արյունը, ախ երբ պիտի տեսնենք հայրենյաց տունը, որ նոր կյանքի կոչենք տարոն սասունը, ախ երբ պիտի տեսնենք հայրենյաց տունը, որ նոր կյանքի կոչենք Վանն ու Սասունը։ Ապրես Աղաշյան, շատ շնորհակալ եմ Աղաշյան, ապրես դու եղբայր եւ ընդհանրապես հետ այսու, որ մենք միասին լինենք եւ ամեն մեկս մեր ոլորտում, ամեն մեկս մեր տանը, ամեն մեկս մեր գործի մեջ գոնե այդ օրվա 24 ժամվա մեջ մի 2 րոպե, 2 ժամ կամ 1 րոպե տրամադրենք հանուն հայրենիքի, հանուն ազգաց եւ հանուն մեր հայրենիքի մեր երկրի։ Շատ շնորհակալ եմ Աղաշյան, ես պիտի խոստովանեմ եւ խոստովանեմ մեր հերոստատիտողների առաջ, որ քո երգերը Ներսի Սպիրյանի երգերը դեռ մանկուց ես միշտ ունեցել եմ, սիրել եմ եւ նույնիսկ դրանով ապրել եմ եւ կարծում եմ, որ այն ինչ որ կամ դրանում մեծ դեր է խաղացել նաեւ այդ մշակույթի այդ ձևը։ Ապրես դու, շատ շնորհակալ եմ։ Հարգելի հերոստատիտողներ, Աղաջան, արի այսպես հենց ողջունենք իրար, շնորհավորենք եւ շնորհավորենք միասին նաեւ մեր հերոստատիտողների ամանորը։ Բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիդ ամանորը։ Լինենք միշտ միասին, լինենք միշտ կամքով հզոր, ֆիզիկապես նաեւ հզոր եւ երբ որ միասնական ենք, մենք հզոր ենք։ Իսկ մեզ շատ կարեւոր է հզորությունը, որտեղ գալիս է հաղթանակների դարաշրջանը։ Այո, բրավո։ Այո, ես նույնպես ուզում եմ շնորհավորել ընկեր Սեթրակ Սփյուռքում, թե աշխարհի բոլոր ծայրերում մեր հայ ժողովրդին լինեն առողջ եւ անպայման թող 15 թիվը լինի ազգային երգերի տարափյունով լինի իրենց օջախներում։ Ապրես։ Դա կփրկի մեր հայրենիքը։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Շնորհավոր։ Դալաուզի, ընկույզ 200 գրամ, մեղր 200 գրամ, դարչին, բարի ախորժակ։